ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կոնգրեսում հանրապետականներն օրինագիծ են մշակում, որը նախատեսում է խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ։ Ես դրան դեմ չեմ, ասել է Թրամփը, հավելելով, այդ ցանկում կարող է ներառվել նաև Իրանը։ Ըստ օրինագծի մինչև 500% մաքսատուրք կարող է սահմանվել այն երկրների նկատմամբ, որոնք ռուսական էներգակիրներ են գնում եւ ակտիվորեն չեն աջակցում Ուկրաինային։ Միևնույն ժամանակ նախատեսվում են սահմանափակումներ Ռուսաստանի հետ բիզնես վարող ընկերությունների նկատմամբ։ Ուկրաինան Հունաստանի հետ համաձայնություն է ձեռք բերել ձմռան ընթացքում բնական գազի մատակարարումների շուրջ։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այդ մասին մտադրությունների հուշագիր է ստորագրել վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպման ժամանակ։ Մատակարարումները կսկսվեն հունվարին։ Զելենսկին կարևորել է այս համաձայնագիրը հաշվի առնելով ուկրաինական էներգետիկ օբյեկտների դեմ ռուսական հարձակումները։ Աթենքում Զելենսկին հանդիպումներ է անցկացրել նաև Հունաստանի նախագահի եւ խորհրդարանի խոսնակի հետ։ Նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկ համագործակցությունը, դիվանագիտական աշխատանքը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու եւ սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու անհրաժեշտությունը։ Նոյեմբերի 17-ին Զելենսկին կայցելի Ֆրանսիա, որտեղ նախատեսվում է համաձայնությունների կնքում հակաօդային պաշտպանության միջոցների, ռազմական ինքնաթիռների եւ հրթիռների մատակարարման շուրջ։ Թեհրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ, եթե Իրանի ժողովրդին վերաբերվեն արժանապատվությամբ եւ հարգանքով, հայտարարել է Իրանի արտգործնախարարը The Guardian-ին տված հարցազրույցում։ Աբբաս Արաղչին հայտնել է, որ միջնորդները խնդրում են վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները։ Ոչ թե Իրանն է հեռացել դիվանագիտությունից, այլ Միացյալ Նահանգները եւ արևմտյան երկրներն են միշտ ձգտել իրենց կամքը պարտադրել բանակցությունների ընթացքում։ Դիվանագիտությունը դեռևս կարող է աշխատել, այն մնում է վեճերի լուծման վերջնական գործիքը, բայց դրա չափանիշները, կանոնները եւ սկզբունքները պետք է հարգվեն, հայտարարել է նախարարը։ Նա հավելել է նաեւ, որ Իրանն ունի ուրանը հարստացնելու անօտարելի իրավունք, որից երբեք չի հրաժարվի։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև անցկացվել է բանակցությունների 5 փուլ, սակայն գործընթացն ընդհատվել է հունիսին Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումների պատճառով, որոնց աջակցում էր Միացյալ Նահանգները։ Աշխարհի ամենամեծ ավիակիրը Ջերալդ Ֆորդը մտել է Կարիբյան ծով։ Ավիակրի ժամանումը ենթադրությունների տեղիք է տվել, թե Վաշինգտոնը մտադիր է թիրախավորել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոին թմրանյութերի դեմ պայքարի գործողության շրջանակում։ Ավիակիրը միացել է արդեն իսկ տարածաշրջանում գտնվող մեծաթիվ ուժերին, որոնք տեղակայվել են հանցավոր խմբավորումների դեմ պայքարի նպատակով։ Տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին Սպիտակ տան ղեկավարը չի բացառել Վենեսուելայի նախագահի հետ բանակցությունները։ Դոնալդ Թրամփը նաև նշել է, որ արևների կարտել որ կազմակերպությունն ահաբեկչական ճանաչելը թույլ կտա Վաշինգտոնին հարվածներ հասցնել Վենեսուելային։ Նման մտադրության մասին հայտարարել է նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով արևների կարտելը զբաղվում է ահաբեկչությամբ եւ Միացյալ Նահանգներ թմրանյութերի մաքսանենգությամբ։ Ըստ Վաշինգտոնի այն գլխավորում է նախագահ Մադուրոն։ Ավելի վաղ Մադուրոն Միացյալ Նահանգներին զգուշացրել էր չդիմել ռազմական միջամտության։ Էկվադորում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում բնակչության մեծամասնությունը դեմ է արտահայտվել երկրում օտարերկրյա ռազմաբազաների տեղակայմանը։ Նման արգելք երկրում գործում է 2009 թվականից։ Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան սահմանադրական հանրաքվեի միջոցով ցանկանում էր չեղարկել այդ արգելքը։ Նրա խոսքով օտարերկրյա ռազմաբազաների տեղակայումը կօգնի կազմակերպված հանցավորության դեմ պայքարում եւ կնվազեցնի բռնությունների թիվը։ Սահմանափակման չեղարկման դեպքում Միացյալ Նահանգները նախատեսում էր Էկվադորում վերաբացել իր ռազմաբազան, որը փակվել էր 16 տարի առաջ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։